Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալի պատճառով հեռուստադիտողի նյարդերը էլ չեն հերիքում, քանի որ մենք էլ չգիտենք, թե ինչ ենք դիտում, ինչի կամ ում մասին է սերիալը, ինչ է կատարվում հերոսների կյանքում։ Կասենք մի բան, որ ոչինչ էլ չի կատարվում, ամեն ինչ նույնն է ու արդեն երկար ժամանակ է այդպես է։ Էլլան ու Արմանը հանդիպում են, այդ մասին գիտեն գրեթե բոլորը բացառությամբ մեկ մարդու՝ Ռեբեկայի։ Այսինքն, եթե ժամանակին բոլորը վախենում էին պապիկից, ցանկացած հարց նրանից գաղտնի էին պահում, քանի որ անհնար էր նրան որևէ բան բացատրելը, հաշվի առնելով, որ պապիկը դեմ էր իր բոլոր 3 թոռնուհիների ընտրությանը, ապա հիմա Ռեբեկան է զբաղեցրել պապիկի տեղը ու նրա արձագանքից են բոլորը վախենում։ Սարոյանի կողմից սխալ էր իր ողջ ունեցվածքը Սարային կտակելը, քանի որ իր արժանի հետնորդը հենց Ռեբեկան է։ Հենց նա է շարունակում իր պապիկի գործը։ Ռեբեկան է, ով ճակատագրեր է որոշում։ Ռեբեկան է, ով իր սխալները թողած ուրիշի սխալների հետևից է ընկած։ Եվ այո, Ռեբեկան է, ով առանց իրականությունն իմանալու սխալ ենթադրություններ է անում ու մարդկանց կյանքի հետ խաղում։ Այն էլ ինչ մարդկանց, իր ընտանիքի անդամների, հարազատների։ Այո, մենք խոսում ենք թե Ռեբեկայի, թե պապիկի մասին, քանի որ այս հատկանիշները բնութագրում են թե մեկին, թե մյուսին։ Եվ ամեն ինչ վճռելուց, Սարային կոպտելուց, Էլլային Արմանի հետ հանդիպել արգելելուց հետո Ռեբեկան իր համար հանգիստ գաղտնի հանդիպում է Արամի հետ։ Անկախ նրանից, որ ամեն հանդիպման ժամանակ նա վիրավորում է Արմանին իրեն երևակայում, կոպտում նրան, միևնույն է, հանդիպում է։ Իսկ եթե դա աներ օրինակ Սարան, ապա Ռեբեկան բոլորի մոտ կքննարկեր Սարային, որ նա չի հարգում իր սիրած մարդու հիշատակը։ Չէ, իրականում ամեն ինչ նորմալ է, բայց նորմալ է, եթե այդ ամեն ինչը անում է Ռեբեկան, իսկ եթե նրանից բացի անում է ուրիշը, ապա սխալ է։ Գորն էլ խառնվել է իրար, փորձում է հանգստություն պահել, խուճապի չմատնվել, սակայն չի ստացվում։ Եվան Ամերիկայից վերադառնում է Հայաստան եւ ճանապարհին զանգել էր Գորին։ Նա ասում է, որ շատ բան ունի ասելու, խոսելու, պարզելու եւ չի հանգստանա մինչեւ չհանդիպի։ Եվան Գորին ասում է, որ ինքը երկար տարիներ, իր կյանքի լավագույն տարիներն է անցկացրել բանտում եւ չի պատրաստվում ամեն ինչ ջնջել ու մոռանալ։ Գորը նրան հորդորում է մնալ նահանգներում, քանի որ նրա գալը իմաստ չունի, սակայն Եվան արդեն ճանապարհին է։ Այդ խոսակցությունից հետո Գորն իր ապրումները խնամքով թաքցնում է Սարայից, սակայն չի ստացվում։ Սարան ասում է, որ հաստատ մի բան կատարվում է եւ խնդրում է չստել ու ասել ճշմարտությունը։ Գորն էլ անկեղծանում է եւ ասում, որ Եվան էր զանգել, որ նա վերադառնում է Հայաստան։ Սարան ուժ է տալիս Գորին եւ ասում, որ ամեն ինչ լավ կլինի, որ այդքան չմտածի ու չանհանգստանա եւ ամենակարևորը դրական տրամադրվի, քանի որ շուտով իրենց հարսանիքն է։ Հարգելի հետևորդներ, արդյոք այս հարսանիքը կկայանա, թե այն կխափանվի։ Գրեք մեկնաբանություն։ Նայեք, Ռնայկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են ռեքտան։ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դու մեծ դուրս կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չերք ես հասկանում եմ, որ տեքստերս չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գորն է Սարայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին, վզնաց։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սարան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա, չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը եւ այստեղ եմ զգեստափոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սարայի ննջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ որ բաներ Սարայի մասին ու այստեղ գտա օրինակ Սարայի ամենասիրելի գիրքը,
Դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սարան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սարայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ, այնքան որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ, դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ, այ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում, եկել է դրսի շորերով նստել մահճակալիս վրա, ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իրադ վար գիշեր, ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ, բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երազրած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե, հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ, խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որ թուղուցս եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների, նոնա։ Ողջույններ տաքուկ միջավայրից։ Ողջույն։ Իհարկե երկուսս ես ուզում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի էլի, ֆիքսված ժամը։ Փաստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, sense վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Ոչ իրականում այս սրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։